ձեզ նույն բանն է դուրս գալիս, որ երբ որ մարդիկ ասում են, որ կա կեղծիք, որ նա ունի զավակ, դուք ամեն ինչից խոսում եք, հիմա ես էլ նոր բան ասում եք, դիմելու ձևը ճիշտ չի։ Նոր բան չի, ես ասում եմ եկեղեցիական հարցերը լուծվում են եկեղեցում։ Հա, թող եկեղեցում իրանք չեն ասում բերեք մենք լուծենք, իրանք ասում են լուծեք այդ հարցը, բայց իրանք ասում են դա սխալ հարց է։ Սխալ հարցը, սխալ դիմելա ձև է։ Սխալ դիմելա ձև է։ Ես չեմ մտնում դրա մեջ, նորից եմ ես կրկնում։ Դուք չեք ուզում ճիշտը իմանաք։ Ես ճիշտը ուզում եմ իմանամ, եւ իմ համար ճիշտը մեկն է։ Ես գիտեմ, որ կա վեհափառ։ Եվ վեհափառը հայ առաքելական Սուրբ եկեղեցու գլուխն է։ Աստծու օծյալը։ Եթե ես հավատում եմ Աստծուն եւ ասում եմ Աստված ամենակարող է, եւ վեհափառը Աստծո օծյալն է, ես դրանից հետո չեմ կարող մտնել այդ հարցերի մեջ եւ սկսել հարցել տալ։ Դա ոչ լեգիտիմ հարց է եւ ոչ լեգիտիմ քննարկում։ Ինչու՞։ Ընդհանրապես սա կոռեկտ չի։ Մեր իշխանությունների կողմից եկեղեցու թիրախավորումը ունի մեկ նպատակ՝ հեղինակազրկել մեր եկեղեցին։ Ինչու հեղինակազրկել մեր եկեղեցին։ Որովհետեւ ցավոք սրտի վերջին շրջանում շատ մարմիններ, գերատեսչություններ, անձեր հեղինակազրկվել են եւ վերջին հարցումները մասնավորապես ցույց են տալիս, որ եկեղեցին մնացել է ամենամեծ հեղինակություն վայելող կառույցը մեր երկրում։ Հիմա այս իշխանությունները ուզում են հեղինակազրկեն եկեղեցուն, որ հանկարծակի եկեղեցին որևէ բան չանի ժողովրդին համախմբելու, ժողովրդին իր խոսքը ասելու, որը կարող է տարբերվել իշխանությունների խոսքից։ Իսկ իշխանությունները ցավոք սրտի վերջին շրջանում ասում են եւ անում են միայն վատը։